Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի YouTube Telegram-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն Արեգ ջան։ Պարոն Սարգսյան, դուք գրեթե մեկ շաբաթ հայաստանյան իրադարձություններին կարծեմ չեք անդրադարձել։ Քննչական կոմիտեի այս վերջին հաղորդագրությունը հեղաշրջման փորձի բացահայտման եւ կանխման հետ կապված դուք ինչպես եք մեկնաբանում։ Հնչեցին ձայնագրություններ, հրապարակվեց թղթային տարբերակով ենթադրյալ հեղաշրջման պլան, երկու հոգեվորական կալանավորվեց, մայրաթորի տարած քաղաքականներ ներխուժեցին։ Այս ամեն ինչը ինչպես եք մեկնաբանում։ Դե ես մոտավորապես մեկ շաբաթից մի փոքր ավել գտնվում եմ ԵՄ-ում, որոշ հանդիպումներ կային այնտեղ։ Ասեմ, որ չեմ հետևել չէ, բայց իհարկե հետևելով դրսից մի փոքր այլ կերպ ես նայում։ Մեծ հաշվով դա շատ կարող է Հայաստանի համար մեծ իրադարձություն է, բայց իրականում մեծ փոփոխությունները, որոնք տեղի ունենում թե Եվրոպայում, թե շուտով Եվրոպա դարձող երկրներում, որոնցից մեկը Հայաստանն է, թե մեծ տարածաշրջանում, որը պետք է փոփոխվի, որպեսզի նոր մարտահրավերներին համապատասխանի, իհարկե այդ փոփոխությունները եւ այդ հարցերը, որոնց մասին Հայաստանում բարձրաձայնում են եւ մարդկանց թվում է թե դրանք ամենակարևորն են, 3-րդ, 4-րդ, 5-րդ պլանի բաներ։ Այսինքն ակնհայտորեն դա ներքին ինչ որ մի իրադարձություն է, ներքին իրադարձություն նրա մասին, որ իշխանությունները եւ անդիմությունները պայքարելով հին կարգերը պահելու համար ինչ որ կերպ փորձում են հին մեթոդներով լուծումներ գտնել։ Սրա մասին է խոսքը, թե եկեղեցականների խառնվելը քաղաքացիական հարաբերություններին եւ քաղաքական կյանքին եւ թե փորձերը ինչ որ դրսից եկած մարդկանց, ովքեր Հայաստանի հետ շատ քիչ կապ ունեն իրականում, Հայաստանի քաղաքական կյանքի հետ ազդել հայկական ներքին քաղաքականության վրա, դրանք բոլորը մեծ հաշվով չեն ընդունվում այն պատճառով, որ 21-րդ դարի առաջին քառորդը ավարտվել է, մենք արդեն կարելի ասել, որ ավելի մոտիկ են 21-րդ դարի կեսին, քան 20-րդ դարին, հասկանում եք, դրա համար այդ բոլոր թեմաները, այդ բոլոր մեթոդները պայքարի, այդ բոլոր ինստիտուտները, որոնք մնացել են դեռևս սովետական, ռուսական բանի տակ, իրանք բոլորը այլևս չեն համապատասխանում կյանքին, իրանք դինոզավրների պես պետք է կամ գնան պատմության գիրկը, կամ պետք է այնպիսի տրանսֆորմացիայի ենթարկվեն, որ այդ տրանսֆորմացիայի արդյունքում իրանք շարունակեն գործել 21-րդ դարում եւ հետո, որովհետեւ փոփոխությունները, որոնք կատարվում են աշխարհում, կապված թե արդեն համարն էլ է դժվար ասել, հերթական հեղափոխության հետ տեխնոլոգիական եւ այն ռեսուրսները, որոնք մարդուն հասանելի են լինում այդ հեղափոխության, ասես գիտական հեղափոխության արդյունքում, այդ ամբողջ տվյալները մեծ հաշվով արդեն անիմաստ են դարձնում շատ ոչ միայն ինստիտուտներ քանակով, այլ նաև շատ ինստիտուտների առաջին հայացքից թվացող ողնաշարային արժեքներ կամ նորմեր։ Ցավոք սրտի դա այդպես է, ցավոք սրտի նորի եւ հնի պայքարում նորը միշտ հաղթում է, անկախ ամեն ինչից։ Եվ հինը, եթե ուզում է մնա, ինքը պետք է համերաշխ լինի նորի հետ։ Մեսա։ Այսինքն մեր Բայց դուք հավատում եք, որ իսկապես մարդկանց գյուլելով հեղաշրջում էր իրականացվելու Հայաստանում։ Գյուլել բառը շատ լավ է, Լարիկ ջան, բայց ասենք չգիտեմ, ախր գիտես, ես շատ ռացիոնալ եմ, ճանաչում ես ինձ վաղուց, ես ռացիոնալ եմ ընդդուք մինչև ցինիզմ։ Եթե հարցը գնա նրան, որ արդյոք կարելի է մարդասպանությունով լուծել քաղաքական
կարգերի փոփոխության ոչ չի կարելի, որովհետև դա ուշ թե շուտ, տեսեք, ցանկացած պարագայում ցանկացած երկիր, որպես սուվերեն պետություն, լավ սենց ասեմ, ինքը բան չի, գնդաձև ձի չի վակուումի մեջ, ինքը գոյություն ունի մենակ համերաշխ համագործակցության մեջ իր մնացած նմանատիպ երկրների հետ։ Հիմա թե ինչպիսին պետք է լինի երկիրը, որը իշխանություն է փոխում կամ կառավարման կարգ է փոխում, արուն թափելով, դա այն երկիրը չի, որը 21-րդ դարում կարող է հավակնել ինչ-որ մի բանի, բացի գոյատևման, այն էլ գոյատևման արդյոք դա այդ գոյատևումը կստացվի թե ոչ։ Այնպես որ իհարկե ես համարում եմ, որ ցանկացած քաղաքական կամ քաղաքականացված կամ նույնիսկ ոչ քաղաքական, այլ միջազգային երրորդ երկրների մատով ցույց ենք տալ Ռուսաստանի վրա, բոլորս հասկանում ենք, որ դերից է քամիները փչում, բայց ամեն դեպքում նմանատիպ ուժեր շանս չունեն, որովհետև նույնիսկ այդ մարդասպանությունները, չգիտեմ, թյուքերով խոտ վառելը թունելներում կամ ինչ-որ էլ ինչ դա ռոմանտիկ բաներ էին մտածել։ Դե քնչական կոմիտեն ասում էր ավտոբուսներ վառել, փողոցում հատուկ առարկաներ շաղտալ, որոնց հետևանքով անիվները կպայթեր, վթարներ կլիներ համատարած էլեկտրականության հարումած, ես ծանոթ եք քնչական կոմիտեի այս հրապարակումները, արդյոք իրատեսական էին։ Հրապարակումները իրատեսական էին, Արեգ ջան, դա փաստ է արդեն, տես, նույնիսկ եթե այդպիսի նյութեր մենք չենք տեսել, այն պահից, երբ քնչական կոմիտեն դա հրապարակեց, ինքը դարձավ պատմության մեկ դրվագ, ինքը դարձավ փաստ, ապացուցելի, հրապարակված, որը կարող ենք շոշափել։ Երևի ցանկության դեպքում դու որպես լրագրող կարող ես գնալ նաև պահանջես դրանց բնօրինակը, տեսնել մի հատ էլ դու շոշափես, հասկանաս։ Դա փաստ է, որ կա։ Ով է դա ստեղծել, ինչպես է դա արվել, ես իհարկե կարդացել եմ, ինձ մոտ ծիծաղ էր առաջացնում, ինձ հիշեցրեց 14 տարեկան երեխաների բան, ինչ-որ տենց բադերն ու որսորդ խաղալու սցենար է, էլի, ինչ-որ մոտավորապես այդպես մի հատ բաներ, ոչ մի հոտ չէր գալի այնտեղ լուրջ հեղաշրջման, շատ դիլետանտ, շատ տենց ինչ-որ, ինչ ասեմ, ոչ մի լուրջ չի, ես դրան լուրջ կվերաբերվեի, որովհետև ցանկացած նմանատիպ փորձ դու իրավունք չունես որպես տես, եթե ես լինեի իշխանության, ես դրան իհարկե լուրջ կվերաբերվեի, որովհետև դա անտեսելը հանցագործություն է։ Հիմա որքանով էլ որ քեզ այդ պահին թվում է մի բան ծիծաղելի կամ մանկամիտ, միևնույնն է, ինչ որ արձագանքելու կարիք կա։ Դրա համար օրինակ հեռախոսային այսպես կոչված ահաբեկչությունները, որ զանգահարում են, ասում են, չգիտեմ, ես դպրոցում ռումբա դրած, դա քրեական հոդված է իր հետևից տանում։ Դա նորմալ է, որովհետև դու իհարկե կարող ես անտեսել, բայց մեկ էլ մարդես տեսար։ Մի բան եղավ, այսինքն ստեղ անկախ նրանից որքան լուրջ է տեքստը, որքան պրոֆեսիոնալ է գրած, որքան այնտեղ նշված դրվագները քիչ թե շատ թեմային ծանոթ մարդիկ ինչպես են գնահատում, այո, դրան պետք է արձագանքվի եւ խոսքը ընդհանրապես նրա մասին չի, որ մենք պետք է որոշենք դա ճիշտ է թե չէ։ Հրապարակել են, գործում են ըստ հրապարակածի, այսինքն ըստ կանոնակարգի գործում են այնպես, ոնց որ թե այդ հրապարակածը ճիշտ է։ Կգա 26 թիվը կփոփոխվի իշխանությունը, մյուս իշխանությունները կարող են ծպահանջ վերցնեն, աուդիտ անել, պարզեն, դա եղել է, չի եղել, ըստ դրա արդեն պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց կամ մարմիններին, որոնք այդ գործողությունները արել են, առանց բավարար հիմք ունենալու։ Բայց նորից եմ ասում, այս պահին մենք ստիպված ենք գործել, ոչ թե գործել, այլ ընդունել դիրքորոշումը, որ դա ճիշտ է, քանի դեռ ապացուցված չի հակառակը։ Եվ պետք է ասեմ, որ մեծ հաշվով մարդիկ ում հետևից գնացին, ԱԱԾ-ն, քնչականը եւ այլն, որոնք առանձնապես տենց չէին ասում, այս ինչ է։ Չէին ասում, որ իրանք չեն պատրաստվում դրան անել, այսինքն իրենցից եւ ոչ մեկ չասեց, որ գիտեք ինչ կա, մենք ուժով ոչ մի իշխանապողություն չենք անում։ Ոչ մեկ չասեց նման բան։ Այսինքն իրանք չեն հերկել, որ իրանք շրջանակներում, իրանք մտերիմների մեջ կամ իրենց խոսույթում երբևիցե չի եղել ուժային հեղաշրջման փորձ։ Դե ուժային հեղաշրջումը դա հանցագործություն է։
Բացի ամեն ինչից, հանցագործությունը ապագայի նկատմամբ, որտեղ ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես սոցիոլոգ մասնագետ, որպես Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի տնօրեն, մարդ ով հենց նոր վերադարձել այնտեղից, որպես մարդ ով շփվում է տարբեր ինչպես իրենց նոր ռազմավարական գործընկերներին ասում տարբեր ջուրի մարդկանց հետ ես գիտեմ, որ ուժային փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն բերում։ Դրա համար բազմիցս ինձ այդ հարցը որ տվել են, ես նույնիսկ ներքին քաղաքական մեզ մոտ այդ բոլոր ուժերին, որոնք ասում են գնանք, ելնենք, բրդենք, թափենք, ասում եմ դուք խոտակեր եք, դուք նստեք ձեր տեղը, դուք իրավունք չունեք քաղաքականությունով զբաղվել, որովհետև ուժային հակասահմանադրական ճանապարհով որևիցե դրական արդյունքի չես կարող հասնել, վերջակետ։ Չի Այս լինում դա։ ենթադրյալ հեղաշրջման փորձը դրսից աջակցություն ուներ, թե ոչ։ Այս պահին ամբողջ ինձ հասանելի սենց ասեմ, տվյալները, ոչ տեղեկությունը, այլ տվյալները ինչ որ կոչվում է դատա, թույլ է տալիս ինձ ենթադրել, որ բավականին մեծ տոկոս հավանականությամբ 60-ից բարձր, նո մինչև 80, դա ոչ միայն դրսից է, այլ նաև կարող եմ մատով ցույց տալ Վլադիմիր Վլադիմիրի բունկերային առնետին։ Այսինքն սա ամբողջությամբ Ռուսաստանի թևն է, ռուսական թևն է։ Քննչական կոմիտեի նախագահ հանրայինի եթերում պնդում էր, որ պետության դեմ նախապատրաստվող ահաբեկչության գործում դերակատարություն են ունեցել ոչ միայն Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը, այլ մեղադրանքներով կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու Միքայել arczepiskopos Աջապայանը։ Դուք կապ տեսնում եք, ձեր դիտարկումները այս երեք անձանց հանրային գործունեությունը մեկտեղվում են, թե ոչ։ Դե ես չեմ որ պետք է մեկնաբանեմ քննչական կոմիտեի գործունեությունը այս պահին ամենադյուրինը դա իհարկե վարչապետից հարցնելն է, որովհետև իր կողմից է նշանակվում հաստատվում քննչական կոմիտեի նախագահ։ Ինչ վերաբերում է իմ տվյալները, ես տեսնում եմ կապ Ռուսաստանի հետ, ես գիտեմ, որ կապը ցավոք սրտի հայ առաքելական եկեղեցու կապը Լուբյանկայի հետ շատ ավելի շատ է, քան նու չասեմ, լավ ասեմ, երևի Աստծո կանցելարիայի, այսինքն ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, դե Սամվել Կարապետյանը արեց ցանկացած միլիարդատիրոջ ամենամեծ սխալը, ինձ շատ տարօրինակ է դա դնում, որովհետև ինքը տեսել է Ռուսաստանում ա եղել առնվազն 2000-ից 2003-4 թվականները, ինքը տեսել է Խադարկովսկուն, եթե ինքը պատրաստվում է դառնալ Խադարկովսկու պես չակերտավոր քաղաքական բանտարկյալ միլիարդատեր բան, то շատ կներեք դա արդեն չի անցնում, որովհետև Եվրոպայի համար ինքը persona non grata է։ Ինչ վերաբերվում է բանին, հա, յուրաքանչյուր միլիարդատեր պետք է իմանա, որ կապ չունի ինչ տիպի պետական կառույցի դեմ, ոչ պետության դեմ, ոչ մի միլիարդատեր չի կարող։ Նույնիսկ եթե Ռուսաստանում իմու Պուտին դալ դաբրո ու ինքը շատ տենց մոտիկա, չես կարա ոչ մի պետության մեջ։ Ես հələ չեմ ասում բարոյական հարցը։ Ես հələ չեմ ասում, որ Հայաստանի քաղաքացի որպես ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի միանշանակ բազմիցս արտելում էլի կարտահայտում ոչ միայն դեմ եմ, այլ պահանջում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունում վերջի 3 տարին գումար աշխատած այնտեղ իրանց լավ զգացած մարդկանց Հայաստանի մուտքը արգելվի, Հայաստանի քաղաքացիության հարցը վերաձգող գան ստեղ մի հատ էլ հայոց լեզվից թելադրություն գրեն, որpիսի եթե իրանք այնտեղ փող են աշխատել Ռուսաստանում, գան ստեղ այդ փողի 90%-ը ներդրում անեն, ու 10 տարի հետո մենք նոր կորոշենք իրանք ընդհանրապես իրավունք ունեն խոսելու թե ոչ։ Այսինքն նորից եմ կրկնում, Ռուսաստանում ձևավորված օլիգարխները Հայաստանում ոչ մի իրավունք չունեն, իրանց հանդեպ պետք է գործի մեղավորության կանխավարկածը, որովհետև իրանք ռազմական հանցագործ մանկապիղծ բանակի հրամանատար Վլադիմիր Պուտինին ֆինանսավորել են ոչ միայն Ուկրաինայում մարդասպանություն, այլ նաև Արցախի էթնիկ զտման հարցերում։ Թե այդքան թափուվեիք եւ մտածում եք Հայաստանի մասին, մարդ վարձեիք, գոտնիսանովին բասեինում խեղդեիք, նարիշկինի ականջները կտրեիք,
Պուտինին միտեղ են մեծ էսկորտով տանեիք գցեիք, ասենք Վալդայը, որ դուրս չգար, թե այդքան Հայաստանի մասին մտածում էիք ու ուզում էիք բերթերում հերոսանայիք։ Այդ որ չեք արել իմաստը ինչ եք եկեք կապիկություն անում։ Ասենք դա անիմաստ է, ես ուղղակի ծիծաղալու եմ համարում, որ լրջորեն քննարկել հարց, որ Ռուսաստանում ինչ որ օլիգարխ կարա գա Հայաստանում հարց լուծի։ Այդ ժամանակ առ ժամանակ ասում են Կիրիենկոն լուրջ տղա է, Կիրիենկոն Kinder Surprise է, ինքը լուրջ տղա չի։ Կամ ես գիտեմ ինքը ինչի տղա է, լուրջ թե անլուրջ է ուրիշ հարց է։ Այսինքն Ռուսաստանը վերջացել է այստեղ, այս հիստերիկացած քայլերը ընդհանրապես ցույց են տալիս, որ իրանք ամբողջությամբ վերջացել են։ Պարոն Սարգսյան, դրությունը իրապես այդքան լուրջ էր, որ Մակրոնը հայտարարություն տարածեց, նշելով, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարության նապակայունացման դեմ գործընթացներին։ Դե քանի որ բոլորին ասում եմ ես հենց բան է, 2 օր առաջ Ֆրանսիայից եմ գալի։ Այնտեղ ճիշտ է շատ իրականությանը ծանոթ մարդիկ բաց խոսում են, որ Ռուսաստանն է։ Դե ակնհայտ է, որպեսզի մենակ չթողեն Նիկոլինես պարագայում, պետք է ասի, որ ինքը աջակցում է իհարկե։ Ռուսաստանը ուզում է Հայաստանը ոչնչացնի որպես պետություն, պետականություն։ Եվ այնտեղ իրանց թվում է ռուսներին, որ եթե Տրամպի հետ ինչ-որ տեղ պայմանավորվեցին կամ կարողացան նենց անեն, որ նոր պատժամիջոցներ չպտտվեն Տրամպի վրա, ասենք իրանք սա հարցերը լուծել են, չէ, աշկներին այրավ։ Տենց չի։ Ֆրանսիայում ինչ էին ասում, անհասկանալի էր, որ Ռուսաստանն է այդ գործընթացներն իրականացնում։ Հա, իհարկե։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել, կասկած չկա ոչ մեկի մոտ։ Դե բայց դրանք ինչ։ Այսինքն դա բավականին պարզ է, չէ՞, քանի անգամ Մակրոնն էլ է դրա մասին անձամբ ասել։ Ու ոչ միայն այս սրա մասը։ Արցախի էթնիկ զտումը, Արցախի շրջափակումը, որ թվից էլ ասում։ Այս ամեն ինչում ահռելի է մեղքը Նիկոլի, որ ինքը չի գնացել ժամանակին դեպի Եվրամիություն։ Այսինքն ստեղ գաղտնիք չի, որ մեկիս համար է գաղտնիք, որ Ռուսաստանն է դրա հետևում։ Հետո Սավել Կարապետյանը ինքը Իրանով ռուսական օլիգարխալով ելավ եկավ ստեղ, հա, որ հայտարարություններ արեց, այն բանի կամ էս Գարեգին Բեյի ախպեր բանեն գնաց են Եզրը Սալավիովի մոտ ու սկսեց ինչ-որ բան խոսալ։ Մի հատ էլ ուղղակի օրինակ ինձ բերեք, որ ինչ-որ մի բարձրագույն եկեղեցական պաշտոնյա երրորդ երկրում գնում է ինչ-որ ռազմական հանցագործի ռադիոկայան ու խոսում է իր երկրից։ Որտեղ եք տենց բան տեսել։ Ասենք այդ ինչ է, ընդհանրապես այդ ինչ է։ Այդ մարդուն, ասենք, այս երկուսին ձերբակալել եք լավ, սրանք ստեղ են, բա այն ինչ անում են, եզրս ինչ անում։ Հետ կանչեք, չգիտեմ ոնց է այդ դիվանագիտականը ինչ է, անձնագրից զրկեք, քրեական գործ հարուցեք։ Ինչ գործ ուզում եք հարուցեք, ինչ որ գործով հարուցեք, հետ բերեք դրան, տարեք գցեք բերդը։ Ինչ է նշանակում դու գնաս կակոյտը Սալավիովի մոտ Հայաստանից խոսես, սրա։ Ով դարար, հա, հետո ինչ որ ախպերից թե կաթողիկոս է աշխատում Լուբյանքի օրդեններով։ Ոսկե տենց չի է։ Դա բարոյական սահմաններ գոյություն ունեն, ամեն ինչին բարոյական սահման գոյություն ունի։ Պարզա չէ, որ եկեղեցին ամբողջ աշխարհում ինքը բարոյական նորմերը պահելու համար է։ Պարզա որ արդեն միջնադար չի եւ եկեղեցին լրջորեն չի զբաղվում նրանով, որ ինձ ու քեզ համոզում է, որ կար ինչ-որ մարդ 2000 տարի առաջ, որը ջրով քայլում էր կամ ջուրը գինի էր սարքում կամ մի հացով 700 հոգի էր կերակրում։ Չէ, դա բոլորը ինչ-որ բաներ են, ուղղակի գաղափարապես ինչ-որ բան բացատրելու համար է։ Եկեղեցու հիմնական գործառույթը բարոյականությունն է, ոնց կարա մարդ բարոյականություն խոսել, եթե ինքը ռազմական հանցագործից շքանշան է ստանում։ Ռազմական հանցագործություն գործելու ընթացքում դրա բարոյական սահմանները ո՞րն է, դրա բարոյական նորմը ո՞րն է։ Ոնց կարա դա ընդհանրապես դիտարկվի որպես մի մարդ, որը բան է անում։ Այն էլ իր հարազատ ախպերը գնում է Սալավիովի մոտ Հայաստանից է խոսում։ Ոչ ոնց է դա կարելի, դեռ ինչ որ չգիտեմ, եկեղեցում այդ բան չի, շահերի բախում չկա։ Ոնց կարան երկու ախպերով նստեն այտենց կարևոր գործի վրա։ Տենց ոնց կլինի։
Պարոն Սարգսյան, Մակրոնի հայտարարությունը ինչ կանխեց ըստ ձեզ։ Ոչ ոք չկանխեց։ Մակրոնի հայտարարությունը զգուշացում էր անպատասխան ճահիճներում բնակվող բաների, կոկաինոտ ձիերի համար, որ իրանք իրանց խելոք պահեն։ Թե չէ մարդկանց մոտ ձիերի մոտ տպավորություն է ստեղծում, որ իրանք հարց լուծող են այս տարածաշրջանում ու երբ չալարեն պետք է Հայաստանի մասին խոսեն։ Միրզոյանը լավ ասեց։ Իդեպ սկիզբը դու ես դրել, առաջինը դու ես Լավրովին տեղը դրել։ Հիմա ոնց որ այդ դահլիճում դարձել է ավանդույթ։ Ամեն մի հանդիպման ընթացքում գոնե մեկ անգամ Լավրովին նկատողություն են անում։ Բայց Լավրովի միջամտել էր Հայաստանի ներքաղաքական կյանքին, որ մտահոգություն էր հայտնել եկեղեցու շուրջ իրադարձ։ Լավրովը, չէ, հա իհարկե։ Որովհետև Լավրովը որպես արտաքին գործերի մի երկրի արտաքին գործերի նախարար գոյություն իրավունք չունի զբաղվելու մյուս երկրի ներքին քաղաքականությամբ։ Չնայած իրանք շատ հաճախ դա անում են։ Ես ուղղակի որ մի քիչ ԿՊ-ականների զգալի զանգվածը մի քիչ ավելի տղամարդկային լիներ, ինքը օրինակ բոլոր այդ սովետական միությունից ժառանգություն մնացած հիմա իրանց ամենաթույլ թեման է, չէ՞, տենց բոլոր այդ արձանները ես օրինակ կհանեի կջարդեի։ Միասնիկյան, Շաումյան, Սպանդարյան, բան այդ սաղ զիրթ ու զիբիլը բոլշևիկյան, սաղին դնես, տենց բանով աղաս, սարքես բան, շեբեն, լցնես ասֆալտի տակ այդ արձանները։ Դեմոնստրատիվ կերպով ռուսկի դոմն է փագես, Ադրբեջանի չափ չկան իհարկե որ սպուտնիկ փագեն, բայց գոնե ռուսկի դոմը կարան, ինձ թվում է։ Այսինքն ստեղ պետք է մինչև վերջ գնալ, եթե չեն գնում, դա նշանակում է, որ ինչ-որ տեղ են պահում բանակցելու, բայց ամեն դեպքում Ռուսաստանը պետք է իմանա, որ Ռուսաստանը Հայաստանում, mən ասել եմ, այդ բաներից օգտատերներից մեկը Facebook-ում իմ ֆրենդերից շատ լավ ասեց, ասա շուտով ժամանակ է գալու, որ մենք ասում թուրքերին սկսելու ենք ասել սև ռուս։ Ոչ թե ռուսներին սպիտակ թուրք, էլի, մոտավորապես այդ վիճակն է։ Ռուսները ամեն ինչ անում են, որպեսզի խոսելու սկսելու 3 տարեկանից Հայաստանում եւ ընդհանրապես հայ ազգը սովորեցնի իր երեխաներին, զավակներին, որ ռուսը համար մեկ թշնամին է ու միակ բանը, որ դու պետք է սաղ կանես բալիկ ջան, ռուսից մնաս շատ հեռու կամ ռուսին քեզանից հեռու պահես։ Եվ Լավրովը մեկ հայտարարություն էլ է արել, մասնավորապես հապկի նիստի ժամանակ Ղրղստանում տեղի ունեցող, նշելով, որ հայ ժողովրդի համար օգտակար չի լինի, եթե իշխանությունները շարունակեն երես թեքել բարեկամներից, դաշնակիցներից, նկատի ունենալով ըստ էության Միրզոյանի հապկ նիստին չմասնակցելը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, ինչից է զրկվում Հայաստանը ըստ Լավրովի։ Հայաստանը ոչ բանից չի զրկվում։ Նախ Հայաստանը իր բարեկամներից եւ դաշնակիցներից երես չի թեքում։ Այստեղ ընդհանրապես դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ դերևի Լավրովի մոտ բանը հերթական անգամ հիշողության կորուստ է։ Երևի էլի վատ կակային են բերել, էլի հիշողությունը կորցրել է։ Հայաստանը իրականում ոչ մեկի ցերես չի թեքել։ Հասկանում եք, եթե 18 թվականին պատկերացնենք եթեով, հա, եթե լիներ որ իշխանության գայենք մենք, այն նրանք ով ինպես են մտածում։ Լավրովի ասենք իմաստ կունենա, որ 18 թվականին առաջին ինչ որ անելու է, ոտս տալու է, որ իրենք հետույքին զարգելով Հայաստանից գնան, բոլորը։ Այդ ժամանակ ինքը կարող ասել, այ Հայաստանը բան մեզ մեր բարեկամներին, բայց հարգելիս դու ես թեքե վերեսը։ Հիմա ինչ Նիկոլին ես մեղադրում, որ ինքը բան արի, հա, Ռուսաստանից թեքվել, հա։ Նիկոլից պրոռուսական իշխանություն մենք երևի մենակ ռոբիկներ կոչարան առաջի տարիները։ Վեկտոր չփոխել, Սիրիա զորք ուղարկել, հապ, ԵԱՏՄ, ամեն ինչ, էլ ոնց կլինի,
ինչ թուղթ կա, սաղ նորմալ է, սաղ ցենտր է, հոտենս չի։ Լավրով ասենք բան է, էլի մի քիչ հիշողությունից թույլ է երևի, կամ էլ եմ ասում, կարող է վատ որակի կոկային են բերել։ Մեծ հաշվով ստեղ լիովին համաձայն եմ բանին Արարատ Միրզոյանի հետ, որ Լավրովը ավելի զբաղվի իր գործերով, որ ասում է գծի տաշե, ճակատին գրեք, թող տենց ման մի քիչ գործ ունի Հայաստանի հետ ընդհանրապես։ Էլի լարվածություն է մտնում, հա, հայ-ռուսական հարաբերություններում, որովհետև այն 2 տարի առաջ ինչ կար, այս վերջին շրջանում կարծեք թե մեղմվում էր, բայց հիմա էլի սրվում է իրավիճակ, ինչով է պայմանավորված։ Դե այսինքն ինչով է պայմանավորված, ինչ մեղմվե, որ ինչ Արցախի էթնիկ զտումից հետո ինչ որ բան մեղմվել, ըստ ում ավելի վատ է դարձել։ Դե հայտարարությունները, իշխանությունները Շանս չկա, Ռուսաստանը տեղ չի տվել հարաբերությունների բարելավման։ Ընտրությունների մոտիկ են գալիս, իրենք հասկանում են, որ բնակչության եթե մեր իշխանությունների մասն է խոսքը, ընտրությունների մոտիկ լավ գիտակցելով, որ բնակչության 70%-ը հակառուսական դիրքերի վրա կանգնած, իրանք ուզում են ինչ-որ տոկոս կորզեն նախընտրական բանով, թե չէ նես չի, որ իրանք խորը և գիտակցված հակառուս են, չէ, շարունակում են այդ բոլոր գործունեությունը իրականացնել, ԵԱՏՄ-ում բարով խերով մնալ, լավ փողեր պտտացնել, ես առանձնապես որևիցե պրակտիկ քայլ չեմ տեսնում։ Մանր փորձում են սահմանից ազատվել, բայց այդպես տեմպով չեն անում։ Չախ, հասկանում ես, 2000 հոգին նստած են յանի ռուսական բազայում Գյումրիում, երևի 400-ից 600 հոգի նստած են դեսպանատանը կամ ինչ-որ դեսպանատանակից հասարակական կազմակերպություններում, Ռոսատրուդնիչեստվո, Դոմ Մոսկվի, Սպուտնիկ, GSM-10, ֆլան, բեֆան, եւ որ դնես սա ռուսներին կապտաստեղից FSB, ԳՌՈ, SVR, այդ սա աղբանես ռադանես մի օրվա մեջ, այդ կասում, օքեյ, լավ, ինչ-որ քայլեր ես անում։ Թե չէ սենց շուրկը տիպը մի հատ ստեղից մի բան ասենք, մի հատ ընդեղից ասենք, մի հատ ասենք չի այս Ալավիովի ծրագիրը ժամը 8-ին մինչև 10 չի կարելի, բայց կայունությունը, որը մեկից երկուսն է, դե լավ ոչինչ թողը լինի։ Այդպես չի։ Մինչև հիմա ռադիկալները ռուսական են։ Մինչև հիմա լրատվականներում ասենք վերցնում են 10-ից Ռիանովստից միջազգային պարմանում են ռուսերենից հայերեն, տենց հրամցնում են տեղի ժողովրդի։ Մինչև հիմա այս ժողովուրդը գիտի թե օրինակ իրականում ինչ քննարկումներ են գնում Եվրամիությունում, օրինակ Հայաստանի վիզաների արտահայտման բանին, որ մի լրատվամիջոցն է դրանով զբաղվում, որ մի լրատվամիջոցն է լրջորեն հետևում եվրոպական քաղաքականությանը, Բրյուսելին, Ստրասբուրգին, չգիտեմ ով է Հայաստանում ինչա կատարվում, Հայաստանում ով Բելգրադում ինչա կատարվում եւ ինչ հետևանքներ դա կարող ունենա Հայաստանի համար, որտեղ Բելգրադը օրինակ Ադրբեջանի համեմատել ռազմավարական գործընկերն է, ոչի փոփոխությունը ինչեր է բերելու։ Հասկանում ես, սա ամբողջն է էական չի Լավրովը ինչ ասել։ Вообще էական չի։ Ընդհանրապես, այդ արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, իրանք արդեն մեռել են։ Ռուսաստանը, ես ասում, Ռուսաստանը ապրում է միջազգային հատակներում, որովհետև իմ մոտ տես տպարություն որ չգիտեմ, ինչ որ մի պահ բան ես անում Հայաստանից բացի բոլորը կացուն են Ռուսաստանի բոլորը։ Մի մասը կա, որ ուզում են ոչնչացնել, մի մասը ուզում են, որ դա ոչնչանա, պրոստը շատ տենց բան չլինի, այդ փողերը կամ ռեսուրսները կարանան դեն եւ մենակ Հայաստանն է, որ Ռուսաստանին լրջորեն գնահատում է, Լավրով ասաց, երևի Լավրովը լուր չէ, Լավրովը կակային քաշող ձի է։ Վերջակետ, ինքը ուղեղը չորացել է արդեն այնքան կակշ։ Մարշկա Զախարովան ալկոգոլիչկա է։ Եվ դուք դրա այդ ոչինչ չես կանել, ժողովուրդ դրանք հարբեցող են։ Չկա այդ երկիրը որպես տարածաշրջանային գործոն գոյություն չունի, դուք տեսեք Ալիևը ինչ է անում։ Այդքան սիրում են Ալիևին Հայաստանում մեջ բերել, տեսեք ինչ է անում։ Սպուտնիկից ինչ-որ Ռուսաստանի դեսպաններին ներս չի թողում, հետո երկու հոգի բռնված էծելով տանում, ասում սրանք FSB-շնիկներ են։ Ձեզ
Չի թվում, որ դա արդեն վերջնագիծն էլ չկա դրանից ընկում, սահմանայիք անցել վերջ բարձավ։ Ռուսաստան գոյություն չունի։ Դուք շատ հանգիստ կապիրկինին կանչեք, երկու հատ հայրական չապալախ տակ ուղարկեք տուն, առավելագույնը ինքը ինչ կարա անի, կարա մեր բանին, ինչ էր անունը, ով էր, Հարսանյան Գուգոյին կանչեն, ասեն էլ մի տենց չապալախեք, աշկերը շեշու բեշական անգնում։ Ինչ պետք է անեն։ Ոչ մի բան, վերջացել է։ Պարոն Սարգսյան, շարունակելով այս ռուս-ադրբեջանական լարվածության թեմայի քննարկումը, ինչ է տեղի ունենում հիմա Բաքվի եւ Մոսկվայի միջև մեկ Ռուսաստանում են ադրբեջանցիներին բռնության բերման ենթարկում, ձերբակալում, հետո նույնը տեսնում ենք Ադրբեջանում, ինչ է կատարվում։ Ալիևը ձերբակալում ինչպես եւ պլանավորում էր, ինչ մասում որ ժամանակին շատ մարդիկ ասում էին, որ ինքը երկար չի մնա Ռուսաստանի տակ, միևնույն ժամանակ ինքը շարունակում է Ռուսաստանից կախվածության մեջ մնալ գազի մասը։ Ինքը հիմա ցույց է տալիս, ոնց որ Պուտինին ատամա ցույց տալիս, իրանք փորձում են ինչ որ մի կերպ կիսեն նույն իշխանությունը, որը իրանց հասանելի է, երկու հանցագործ են, փորձում են ոնց որ իրանցով հասկանան, թե կոպիտ ասած փայ ինչքան է, Ալիև ուզում է փայ վերանայի, այսինքն Արցախից հետո Ռուսաստանը համարում էր, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը համարում էին, որ Ալիևը իրանց պարտք է, Իսրայելի պարտք է, Ալիևը վերադարձրեց, հնարավորություն տալով Իրանի դեմ իր տարածքը օգտագործել, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ բարդ են եւ դեռևս մինչև 27 թիվ իրանք շարունակելու են բարդ մնալ, մնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որտեղ որ Ռուսաստանը թուլացող եւ ուժը կորցրած Ռուսաստանը Ալիևի համար անընդունելի թելադրող է, ինքը փորձում է հավասարի կարգավիճակ ձեռք բերել եւ դա վաղուց է հիշեցնեմ, թե 44-ի ժամանակ ուղղաթիռի այդ ոչնչացումը ռուսական, թե հետո արդեն էթնիկ զտման ընթացքում ռուս սպայական անձնակազմի գնդակահարումը, ոչնչացումը եւ այլն ադրբեջանցիների կողմից, դա վաղուց է, ասենք իրանք ես էլ եմ ասում, տարածաշրջանում Պուտինին շանտեղ ոչ մեկ չի դնում։ Ես կասկածում եմ, որ Նիկոլին թվում է, թե եթե ինքը շարունակի շանտեղ դնել այդ բունկերային առնետին, այդ բունկերային առնետը շնորհակալության խորը զգացումների շնորհիվ ինչ որ մի բան կանի, կամ ասենք, չգիտեմ, իր շրջապատում արկա սուպեր եւ մեգա դախլչիները դրանից փող ունեն եւ տենց Նիկոլը մտածում է, որ այդ փողի շնորհիվ կարողացա տնտեսությունը, բայց չէ, դա այդպես չի։ Ամբողջ պերիմետրով, ամբողջ շարավով Ռուսաստանի ով հասցնում է կամ մի հատ ապտակում է կամ փորձում է մի կտոր պոկի։ Նիկոլը ոչ բան չի անում, Նիկոլը բացառապես ծառայում է Ռուսաստանի կոպիտ ասած Ռուսաստանի շահերն է սպասարկում։ Չի կարողանում Հայաստանի շահերը սպասարկի հայ-ռուսական հարաբերություններում։ Դες ինքը ոչինչ չի կարողանում ձեռք բերել Ռուսաստանից։ Կորցրեց բոլոր հնարավոր բաները, ճանապարհները Ռուսաստանը օգտագործելու։ Միևնույն ժամանակ դրա դիմաց ոչինչ չստացավ։ Ամենափայլուն օրինակը դա այն ձեռառնելու մակարդակի վիրավորական միջազգային մամուլի դրվագներն էր Խաչիկ Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունների, որոնք 15 միլիարդ դոլարի ոսկի են ոնց որ թե մթամ լվացել, որից հետո Խաչիկ Սուքիասյանը գնաց մեկ եւ ասաց ոնց մենք հարկ ենք տվել, եթե չեմ սխալվում 56-57 միլիոնի մասին էր խոսում։ Դա ասա մի հատ 15 միլիարդ, հետո ասա 57 միլիոն հարկ։ Հայաստանին առավելագույնը այդպես շուտ գումարներ են տեղ հասել։ Այսինքն ոչ մի բանը չօգտագործեց Նիկոլը։ Նիկոլը ստացավ այն մի հատ բան կար, ոչ բարով նշանակված նախարար, որը փախստականներին ասում էր ռելոկանտ բարձր տենց անուն էր հնարել, այդ ռելոկանտները եկան, ստացան հայկական բանկերի քարտեր, հայկական ID քարտեր, բան դրանցով օգտագործեցին գները գնաճ ապահովեցին մի ուրիշ ձև, փախան Հայաստանից, տեղում պարզա, որ ոչ մեկ չբարեհաճեց ժողովրդին բացատրել, որ ժողովուրդ այդ որ դուք տեսնում եք, որ
դեպի Ռուսաստան այդ տրանսֆերները եւ բաները որ գալիս էին մաքսային որ մաքսատանը դու վճարում էիր, հետո ֆիննախից այդ փողերը հետ էիր ստանում, այդ գումարները Հայաստանում չեն մնում, այդ գումարները գնում էին նորից Ռուսաստան։ Այսինքն բացի գներից, որոնք աճել են մարդկանց համար, բոլոր մնացած բաներով, կետերով մենք անկում ենք ապրում։ Եվ հիմա էլ օրինակ շինարարական ոլորտը որ նայես նույն բանն է, ասեն։ Այս ռուս-ադրբեջանական այս կոնֆլիկտը, լարվածությունը միջև ուր կարող է հասնել, օրինակ ոչ միտեղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները նշում են, որ ադրբեջանցիներին հետապնդում են հարձակումների են ենթարկում անձամբ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Դե հիմա ասում են պարզ է, ես ասում եմ ամենամեծ հավանականությամբ դա կավարտվի իրանց համընդհանուր զանգով։ Սա իրանք էլ եմ ասում, երկու հանցագործ կիսում են, դաշտն են կիսում հնարավոր հետագա հարաբերությունների։ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից, ուղղակի չի կարող Ռուսաստանի աջակցությունից, ինչպես եւ Ռուսաստանը չի կարող եւ չի պատրաստվում հրաժարվել Ալիևի ծառայություններից, հետեւաբար իրանք ուղղակի տենց հիմա ասում եմ երկու ավազակ տարածք են կիսում կամ խմբավորման մեջ հեղինակության հարցա, թե ով է ալֆան, ով է բետան։ Դա թե չեն դե առանձնապես բան չկա։ Իրանք չեն կարող մեկը առանց մյուսի։ Ադրբեջանը արհեստական պետություն է։ Առանց Ռուսաստանի աջակցության Ալիևների, Փաշաևների կլանը գոյություն չունի, իրանք սրբեն կտանեն։ Եվ դա պատմական փաստ է։ Բոլոր այդ տիպի իշխանությունները, որոնք քիչ թե շատ մոդուլով նույնն էին, լիներ դա Լիբիան, լիներ դա Եգիպտոսը Մուբարակի ժամանակ եւ մինչեւ այդ, լիներ դա Ասադների Սիրիան, լիներ դա Սադամի Իրաքը, լիներ դա նույն Եմենը ժամանակին, որը որ ՆԴՌ-ին էր այսպես կոչված ժողովրդադեմոկրատական Եմենի հանրապետությունը։ Բոլոր այդ տեղերը եթով պյան, բոլոր այդ երկրներում, որտեղ Ռուսաստանը ինչ-որ կերպ խառնում էր մի հատ ռեժիմ էր ստեղծում, այդ ռեժիմը պահում էր, հետո այդ ռեժիմը տրաքում էր։ Նույն բանն է այդտեղ սպասվելու, այսինքն առանց Ռուսաստանի Ալիևը չի կարող, ոչ մի դեպքում։ Այդ ինքը կապնված է այդ կլան։ Մնացածը արդեն ինչ-որ մանրուքներ են, իրանք իրար մեջ կիսում են։ Պետք չի ակնկալել, որ իրանց հարաբերությունները կփչանան այնքան, որ մենք հետո կգնանք ռուսներին կասենք, այ եղբայրներ, տեսակ դուք սխալվեցիք, մենք ներում ենք ձեզ, ոչ, որ ասենք հայերը գնան ռուսների մոտ ասենք մենք ներում ենք ձեզ, նրանք կմիզեն այդ հայերի բերանը։ Ես սա ուզում եմ, որ պարզ ընչի, որ չի լինելու այդ բարիշելը, այդ անիմաստ մեծահոգությունը ճակերտավոր, որը հիմարություն է, այդ բոլոր գործողությունները անիմաստ են։ Ռուսաստանը պետքա վտարվի Հայաստանից շատ հեռու, շատ երկար ժամանակով, ասենք չգիտեմ, Ադրբեջանում խոսում են նրա մասին, որ ռուսական դպրոցներն են արգելում։ Հասկանում եք արդեն ինչին է գործը հասը։ Այն ինչով որ Ալիևը հպարտանում էր, ինչու, որտեղ իրան պետքա որ ինքը ռուսներին ճնշի։ Ինքը այդ սա կփակի, հետո Պուտինին նոր պայման կդնի։ Պուտինը կհամաձայնի, որովհետև ռուսները այտենց են սիրում։ Ռուս տղամարդիկ սիրում են, որ իրանց նվաստացնեն, ռուս կանայք սիրում են, որ իրանց օգտագործեն։ Ցավում եմ, բայց փաստը այդպիսին է։ Եվ եթե Սամվել Կարապետյանը մինչև հիմա դա չի հասկացել, դա իր անձնական խնդրեմ է։ Պարոն Սարգսյան, Ալիևի ու Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգը կհանդարտեցնի այս թեժացած կրքերը։ Ես քեզ ասում եմ, իրանք երկու հանցագործ են նրջը, պայմանավորվեն էլ ուշ թե շուտ։ Ես դրա նորից եմ ասում, պետք չի ցրան ինչ-որ դիտարկել լուրջ, քաղաքական, չգիտեմ, աշխարհաքաղաքական տեսանկյունից լուրջ վերլուծություններ անել, չէ, երկու հանցագործ են։ Չեմ ուզում օգտագործել ուրիշ բառեր, կրիմինալ, որտեղ կրիմինալ չեն, հանցագործներ են երկուսն են։ Երկուսն էլ, երկուսի ձեռքերի արունը այնքան է, որ ասենք 7 պորտով կարած դատես։ Հագայում։ Ոնց որ դրանք պայմանավորվեն, իհարկե կպայմանավորվեն։ Իրանք ամբողջ գործերի անունը ինչ է։ Պետք չի սրա մեջ ուրիշ բան ման գալ, այսինքն պետք չի իրանց լուրջ դիտարկել։ Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի համար ամենամեծ սխալը դա լրջորեն դիտարկել, որ Ադրբեջանը չլինելով ժողովրդավարական երկիր,
կարող է ինչ-որ քայլի գնալ, որի վերջում կլինի բան, խաղաղություն։ Ադրբեջանը ունակ չի դրան։ Ադրբեջանի կոնստիտուցիայով, այսինքն ոչ թե սահմանադրությունով, այլ կառուցվածքային ձևաչափով նախատեսված չի դա։ Եվ վերջում հեռախոսազրույց է տեղի ունեցել Մակրոնի ու Վլադիմիր Պուտինի միջև, սա վերջին 3 տարում առաջին հեռախոսազրույցն է։ Կարող է արդյոք որևէ ազդեցություն ունենալ սա ռուս-ուկրաինական պատերազմի վրա, որովհետև ըստ Փարիզից տարածված հաղորդագրության Մակրոնը հանդես է եկել հրադադարի եւ հակամարտության լուծման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։ Դե հիմա Մակրոնը վերցրել է իր վրա պատասխանատվությունը հերթական անգամ, պետք չի մոռանալ, որ շուտով Բաստիլիայի գրավման օրն է, իրենց ազգային տոնն է եւ դա իհարկե գործոններից մեկն է, որ Մակրոնին ստիպում ավելի ակտիվ լինել, մյուս կողմից Եվրամիությունը շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, չեմ բացառում, դժնայց դրա մասին չի բանարվել, չեմ բացառում, որ նաեւ հարավային Կովկասի ընդհանուր առմամբ հարցն է քննարկվել, մեծ հաշվով այո, Ռուսաստանը շատ ծանր վիճակում է, դե չգիտեմ, կարող է հիմա, բայց կավարտվի դա, չէ, ես ինձ չի թվում, որ ով ուզում է լինի Մակրոնը, չէ, ով ուզում է լինի Ռուսաստանին հիմա առաջարկել կանգնեցնել պատերազմը Ուկրաինայի, նշանակում է Ռուսաստանին առաջարկել ինքնասպանություն գործել։ Ռուսաստանը կմեռնի մարտի դաշտում, կսատկի, չի մեռնի, տենց բաները չեն մեռնում։ Ինքը չի կարող հիմա կանգնեցնել պատերազմ, ոչ զինադադարի, ոչ առավելևս խաղաղության պայմանագրի, ցավոք սրտի դա տենց է։ Բնակչությունը ունակ չի, սովոր չի եւ որպես արդյունք անհայտ է թե ինչա լինելու։ Չէ, մենք գիտենք ինչա վերջ, ինչով է դա վերջանալու։ Հիմա այդ 600,000-ը որ գնացին տներով զինված, դա լինելու է բան 1917 թվականի հեղափոխություն։ Իրանք ունակ չեն այլ բանի։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Նարեկ ջան, չվախեք։